Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենթանի ենք, առողջ ենք, զարթնել ենք քնից եւ կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իրենից։ Թող Աստված մեզ իր Սուրբ Հոգին տա, որպեսզի Սուրբ Հոգով ներշնչված ուսումնասիրենք եւ ճիշտ հասկանանք եւ Աստծո ողորմությամբ ու շնորհքով իրագործենք մեր կյանքում։ Հիսուսի անունով ամեն։ Այսօր արդեն 10-րդ դասն է, որ մենք ուսումնասիրում ենք Հովհաննեսի ավետարանը եւ այն կոչվում է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Հիշելու համարն է Հովհաննես 1:18, Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին որդուց, որ հորձոցում է, նա է մեզ նրա մասին հայտնել։ Ընդհանրապես Հովհաննեսի ավետարանը բաժանում են 4 մասի։ Մեկը նախաբանն է, մյուսը նշանների գիրքը, երրորդը փառքի գիրք եւ վերջաբան։ Մինչ այժմ մենք ուսումնասիրել ենք նախաբանը եւ նշանների գիրքը։ Հիմա սկսենք այս եւ հետագա դասերը կենտրոնին հատկապես փառքի գրքի վրա։ Հիսուսը 7 անգամ նշել է ես եմ արտահայտությունը եւ դրանք են կյանքի հացը, այսինքն ես եմ կյանքի հացը, աշխարհի լույսը, դուռը, բարի հովիվը, հարությունը եւ կյանքը, ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը, ճշմարիտ որդատունքը։ Եվ այս արտահայտությունները կարծես թե շահկապում են նշանների եւ փառքի գրքերը։ Ուրեմն կարդանք Հովհաննես 13 գլխի 1-ից 20 համարները։ Գիտեք, երբ որ մարդ պետք է հեռանա, որևիցե մեկից կամ մի քանի մարդկանցից կամ մի ամբողջ ժողովրդից, որ պիտի բաժանվի, նրանք սովորաբար թողում են իրենց հրաժեշտի խոսքերը, հրաժեշտի խոսքը եւ նույնը անում է Հիսուսը։ Տեսնենք Հիսուսի հրաժեշտի խոսքը ինչի մասին էր։ Կարդանք Հովհաննես 13 գլխի 1-ից 20 համարները։ Հիսուսը զատկի տոնից առաջ, իմանալով, որ հասել է իր ժամը, այս աշխարհից հոր մոտ փոխադրվելու մինչև վերջ ցույց տվեց իր սերը նրանց հանդեպ, ովքեր այս աշխարհում են։ Այսինքն մինչև կյանքը խաչի վրա, մահը խաչի վրա։ Եվ ընթրիքին սատանան արդեն Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու սրտի մեջ դրել էր, որ Հիսուսին մատնի։ Հիսուսը գիտեր, որ Հայրն ամեն ինչ իր ձեռքն էր հանձնել եւ որ ինքն Աստծուց էր ելել եւ Աստծու մոտ էր գնում։ Նա ընթրիքի սեղանից վեր կացավ։ Զգեստը հանեց ու մի սրբիչ վերցնելով մեջքին կապեց։ Ուրեմն դա զատկի օրերն էր եւ իրենք պետք է զատկի ընթրիքը ուտեին, ինքը եւ աշակերտները իր խաչելությունից առաջ։ Եվ նրանք հավաքվում են մի սենյակում, այն ժամանակ մարդիկ այդ մասում աշխարհի ոտաբոբիկ էին քայլում կամ թեթև սանդալներով եւ իրենց ոտքերը շատ կեղտոտվում էր, փոշոտվում էր, հողոտվում էր եւ երբ որ հյուր էին գնում այդ տիրոջ ծառան կամ ստրուկը սկզբում լվանում էր նրա ոտքերը, հետո նոր ներս էին գալիս, որպեսզի հաց ուտեին։ Հիմա նույն խնդրի առաջ են կանել, եկել են իրենց ոտքերը փոշոտ է, ինչ որ մեկը պիտի լվա, բայց ոչ ոք տեղից չի շարժվում, որտեվ ծառա չկար։ Այդ ամանը դրված էր ջրով, թասը դրված էր, բայց ոչ մեկ չուզեցավ ծառայի դերը ստանձնել։ Այսինքն դա կարող էր անել նրանցից մեկը կամ մի քանի հատ իրար ոտ լվային, բայց ոչ մեկ չուզեց, որտեղ դրանից առաջ ինչ էին անում, իրենք վիճում էին թողա իրանցից մեծ, այսինքն հպարտ էին հոգով։ Էլ ուր մնաց, թե ծնկի գան եւ իրենց ընկերոջ ոտը լվան։ Եվ Հիսուսը տեսնելով իրենց
վատ վիճակը հոգևոր, ուզեցավ իրենց օրինակ եւ դաս թողնել, որ իրենք ամբողջ կյանքում սա հիշեին։ Հիսուսը լինելով Մեսիա, լինելով փրկիչ, լինելով ուսուցիչ եւ Տեր, ինչ արեց։ Նա ընթրիքի սեղանից վեր կացավ, զգեստը հանեց ու մսրիչ վերցնելով մեջքին կապեց, ապա կոնքի մեջ ջուր լցրեց ու սկսեց աշակերտների ոտքերը լվանալ եւ մեջքին կապած սրբիչով սրբել, այսինքն ծառայի դերը ստանձնեց, ինքը Տերը ստանձնեց ծառայի դերը։ Եվ դա ահավոր էր հպարտ աշակերտների համար, ինչպես է այս մարդը անում այս ծառայի դերը, կարծես թե հիասթափեցնող էր այդ քայլը Հիսուսի, բայց Հիսուսը ուզում էր իրենց շատ կարևոր դաս տալ։ Մարդիկ գնահատականներ են դնում, այսքան գործերը բաժանում են մասերի, որոշները գերադասելի աշխատանք են, որոշները ոչ գերադասելի, ցածր են, օրինակ հավաքարար, օրինակ մաքրուհի, օրինակ մարդիկ ստեղծել են այս պատկերացումը, որ կան գործեր, որ ցածր են, կան գործեր, որ բարձր են, բայց ոչ մի գործ, Հիսուսը իր օրինակով ցույց տվեց, որ ոչ մի գործ ցածր չի կարող լինել, եթե այդ գործը օգուտ է բերում, ինչքան էլ որ ցածր վճարվի, միևնույն է, այդ գործը նույն արժեք ունի, ինչ որ մյուս գործ է, որտեղ անհրաժեշտ է, որտեղ մարդկանց ծառայության համար է։ Կան գործեր, որ վատ են անդրադառնում մարդկանց վրա, այսինքն վնաս են բերում, այն գործերը, որ օգուտ են բերում, կապ չունի թե ինչ գործ է, դրանք օրհնյալ գործեր են, օրհնված, ինչքան էլ որ ցածր վճարվեն, բայց այն գործերը, որ վնաս են բերում մարդուն, ուզում ա դու միլիոն աշխատես այդ գործով, մարդիկ նարկոտիկ են ծախում եւ բազմաթիվ երիտասարդ մանավանդ անձանց խորտակման աղբյուր են հանդիսանում եւ միլիոններ են սարքում դրա վրա։ Միթե դա ընդունելի է, միթե դա ուրախալի է, միթե դա բարձր գործ է, լիքը փող է աշխատում։ Իհարկե ոչ։ Եվ Հիսուսը հենց դա էր ուզում ասել, որ սխալ հոգի ունեք ձեր մեջ, բաժանման պատ եք դրել գործի պատճառով, այսինքն այս գործը, սենց այն գործը ցածր է, ես չեմ անի, ես վերին արտի ցորեն եմ, ես ոնց իմ ընկերների ոտերը լվամ։ Եվ Հիսուսը, ուրեմն, երբ Սիմոն Պետրոսին հասավ, նա ասաց Հիսուսին. Տեր, դու ես իմ ոտքերը լվանում, այսինքն ես պիտի քո ոտքերը լվայի, դու ես Տերը։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. այն, ինչ ես անում եմ, դու հիմա չես հասկանա, բայց այն հետո կհասկանաս։ Իսկն հիմա այդ հպարտությունը ձեր միջի չի թողում դուք հասկանաք, թե ինչ եմ անում, բայց հետո կհասկանաք, երբ որ խոնարհվեք։ Պետրոսը նրան ասաց. դու իմ ոտքերը երբեք չես լվանա։ Հիսուսը նրան պատասխանեց. եթե քեզ չլվանամ, այսինքն ոտքերը չլվանամ, ինձ հետ բաժին չես ունենա։ Այսինքն փրկության մեջ չես լինի, փրկության չես գնա։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. Տեր, ոչ միայն ոտքերս, այլ ձեռքերս ու գլուխս էլ լվա։ Հիսուսը նրան ասեց. ով լվացվել է ամբողջովին մաքուր է եւ կարիք չունի ոչի, բացի ոտքերը լվանալուց, դուք էլ մաքուր եք, բայց ոչ բոլորդ, քանի որ նա գիտեր իրեն մատնողին, դրա համար ասաց. ոչ բոլորդ եք մաքուր։ Այստեղ ինչ նկատի ունի Հիսուսը։ Այսինքն ասում է դուք լվացված եք միայն ոտքերը։ Ուրեմն երբ որ մարդ մկրտվում է, իր հին կյանքը թաղում է ջրի մեջ եւ որպես նոր կյանքի համար դուրս է գալու որպես նոր մարդ, դա չի նշանակում, որ այս մարդը էլ մեղք չի գործելու, էլ չի ընկնելու։ Եվ թյուր կարծիքը այս մասին հենց մարդկանցից սարքում է փարիսեցի, այսինքն այն մկրտվածները, ովքեր մկրտվել են, իրենց կյանքը հանձնել են Հիսուսին եւ հանգարցել են, վայ իրանք սխալ արեցին, վայ իրանք մեղք գործեցին,
վայ, ասում են, ես ոնց եղավ, ու սկսում են ծածկել, փոխանակ ներողություն խնդրելու, փոխանակ մաքրվելու Աստծո կողմից, սկսում են իրանց մեղքերը խալի տակ մտցնել, իբր թե չէ իրանք մեղավոր չեն։ Եվ այդպիսով քիչ-քիչ իրանք դառնում են փարիսեցի։ Բայց մենք մի բան պարզկի հասկանանք, մկրտվելուց հետո չի նշանակում մարդը սուրբ է։ Նա շարունակում է մեղք գործել, ոչ գիտակցաբար, ոչ ուզելով, բայց այդ փոփոխությունը տեղի ունենում որոշների մոտ դանդաղ, որոշների մոտ արագ, բայց ժամանակ է տևում։ Այդ ընթացքում, երբ որ մարդ նորից մեղքեր է գործում, Աստծո չի ասում արդարը 7 անգամ կընկնի, բայց վեր կկենա։ Ուրեմն այս ծեսը դրված է որպեսզի կարծես մինի մկրտություն լինի, փոքրիկ մկրտություն, որ ամեն անգամ, օրինակ մեր եկեղեցում անում են 3 ամիսը մեկ, դու խոնարհվում ես, ծնկի ես գալիս, լվանում ես քո կանայք իրենց քույրերի, տղամարդիկ իրենց եղբայրների ոտքերը, խոնարհվում ես եւ մեղքերի թողություն ես խնդրում, եւ այդպիսով կարծես դա լինի մինի մկրտություն, այսինքն նորից ուխտդ նորոգում ես Աստծո հետ։ Բայց եթե դու փարիսեցու պես շարունակես ձևացնել, թե իբր թե դու սուրբ ես, դու ոչ մի մեղք չես գործում, անդադ խոթելով մեղքերը, սխալները խալու տակ եւ քեզ ձևացնելով սուրբ ու սխտոր մի մարդ, այդպիսի արտահայտություն կա Պարսկայերի մոտ, վերջը հասնելու են փարիսեցիների ճակատագրի, բայց անկեղծ մարդը գիտի, որ ինքը սխալական մարդ է եւ կարող է սխալ գործել, եւ այս մարդիկ չեն ամաչում գնալ եւ Հիսուսի խոսքին հետեւել, որտեղ տեսեք Հիսուսը ինչ է ասում։ Երբ նրանց ոտքերը լվաց, հագավ իր զգեստը ու դարձյալ սեղան նստեց եւ նրանց ասաց. «Գիտեք ինչ արեցի ձեզ։ Դուք ինձ վարդապետ եւ Տեր եք կոչում։ Եվ ճիշտ եք ասում, որտեվ ես եմ, այսինքն դա եմ։ Արդ եթե ես, Տերս ու վարդապետս լվացի ձեր ոտքերը, դուք նույնպես պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ»։ Այսինքն զատկի տոնի փոխարեն Աստված փոխարինեց եւ դրեց այս ծեսը, որ իրենք Հիսուսի հետևորդները անեն։ Քանի որ ես ձեզ օրինակ ծառայեցի, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն կերպ անեք։ Սա է Հիսուսի երաժշտի խոսքերը իր աշակերտներին։ Ասում է իրար ոտք լվացեք, այսինքն իրար ներեք, իրար սիրեք, հպարտ մի եղեք, խոնար եղեք։ Մի ասեք ես ավելի բարձր եմ, քան Թեսիսի, ով է, որ ես իր ոտերը լվամ։ Դա քրիստոնյայի հոգի չէ։ Եթե դուք այդ հոգով եք լցված, դուք չեք գնում դեպի փրկություն, դուք ինքնախաբեությամբ եք զբաղված։ Եվ իհարկե անպայման է ծեսից առաջ պետք է նրանք, ովքեր իրար հետ չեն խոսում, ինչ որ պրոբլեմ ունեն իրար հետ, անպայման խոսեն, պարզեն այդ պրոբլեմը, ներեն իրար եւ այդ ծեսը նոր անեն, որպեսզի օրհնություն լինի այդ ծեսը։ Դառնությունը սրտումդ, եթե ծես անում ես, քեզ ոչ մի օգուտ չի տա այդ ծեսը, բայց երբ որ այդ դառնությունը սրտից անում ես, հետո մասնակցում ես այդ ծեսին, դա մի մեծ օրհնություն է, դա մինի մկրտություն է քո համար, նորից ուխտի նորոգում է Աստծո հետ։ Քանի որ ես ձեզ օրինակ ծառայեցի, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն կերպ անեք։ Հիսուս ուղիղ ասում է, դուք էլ նույն կերպ արեք, եթե դուք ամաչում եք այդ ծեսից, մանավանդ եթե արդեն տարիներով եք գնում եկեղեցի, ուրեմն մի պրոբլեմ կա, ուրեմն պետք է ապաշխարեք եւ հասկանաք, ինչն է պրոբլեմը, ուրեմն դեռ հպարտություն կա, ուրեմն դեռ սխալ մտածելակերպ կա։
Ճշմարիտ, տեսեք ինքը շատ խիստ խոսքեր է օգտագործում այդ 14 համարում։ Արդ, եթե ես Տերս ու վարդապետս լվացի ձեր ոտքերը, դուք նույնպես պարտավոր եք։ Չի ասում, եթե ուզում եք լվացեք, չեք ուզում մի լվացեք, ձեզ այնց է կաց, չի ասում, դուք պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։ Եվ ինչպես ասում է, եթե դուք չներեք իրար, դուք էլ չեք ներվի։ Տերունական աղոթքացումը ներիր իմ մեղքերը, ինչպես եւ ես եմ ներում իմ պարտապաններին։ Այսինքն, եթե դուք այդ ներողամտության հոգին չունեք, այդ սիրո հոգին չունեք, այդ խոնարհության հոգին չունեք, ուրեմն պետք է շատ լուրջ մտածել, թե ինչ ճանապարհով եք գնում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, ոչ էլ ուղարկվածն է ավելի մեծ, քան իրեն ուղարկողը։ Եթե այս բաներն իմացաք, երանելի կլինեք, թե որ դրանք կատարեք։ Այսինքն, եթե ես Տերս, որ ձեզանից ավելի մեծ եմ, դուք ինձից մեկ չեք, դուք ինձից ցածր եք։ Եթե ես արեցի, ուրեմն դուք պիտի անեք ու անեք։ Ձեր բոլորի համար չեմ ասում այդ, ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, սակայն պետք է կատարվի գրվածը, որ ասում է, ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ։ Ես ձեզ այդ ասում եմ այժմվանից, մինչև դրա լինելը, որպեսզի երբ լինի հավատակ, որ ես եմ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ընդունում է նրանում, ես ուղարկում եմ, ինձ է ընդունում, իսկ ով ինձ է ընդունում է ինձ ուղարկողի։ Ուրեմն որն է Հիսուսի հրաժեշտի խոսքը, որ մենք լինենք խոնար ու ներող միմյանց հանդեպ։ Դրախտը կայանում է հենց դրանում։ Դրախտը ոչ թե հարստության մեջ է, չգիտեմ, փառքի մեջ է կամ չգիտեմ ինչի մեջ է, այլ հենց դրա մեջ, երբ որ մարդիկ սիրում ու հարգում են իրար։ Դա դրախտ է։ Ուրեմն Հիսուսը մեզ օրինակ թողեց եւ ասեց երանելի եք, եթե այդ օրինակին հետևեք, այլ ոչ թե ձեր հորինած ինչ որ ծիսակատարություններ անեք, որ իմաստ չունեն։ Եվ հիշենք, որ ամեն աշխատանք, որ օգուտ է տալիս դիմացինին, երբեք չի կարող լինել անպատվաբեր։ Անպատվաբեր այն աշխատանքն է, որը վնաս է տալի թե քեզ, թե դիմացինին։ Եվ կապ չունի, թե ինչքան փող ես աշխատում։ Հովանես, հիմա կարդանք Հովանես 14 գլխի 1-ից 3 համարները։ Ձեր սրտերը թող չխռովեն, հավատացեք Աստծուն, հավատացեք նաև ինձ։ Իմ հոր տանը բազում օթևաններ կան, եթե ոչ ես կասեի, ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, եւ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք։ Եվ ուր որ ես գնում եմ, գիտեք նաև ճանապարհը։ Ուրեմն Հովանես 13-րդ գլուխը վերջանում է այն խոսքերով, որ Հիսուսը իրենից ասում է, որ ես գնում եմ։ Եվ Պետրոսի մոտ հարց է առաջանում, თუ երո գնում Հիսուսը։ Աշակերտները չեն հասկանում, որ Հիսուսը խոսում է իր մահվան, արության ու համբարձման մասին։ Պետրոսն ասում է, որ պատրաստ է կյանքը տալ նրա համար։ Սա այն ժամանակն է, երբ Հիսուսը կանխասում է Պետրոսի իրեն ուրանալու մասին։ Այս համատեքստում է, որ Հիսուսն աշակերտներին ասում է, որ նրանց սրտերը թող չխռովեն։ Այսինքն դուք բոլորին ուրիշ պատկերացումներ ունեք, ուրիշ բաներ եք սպասում, բայց ես ձեզ ասում եմ գնում եմ։ Այսինքն 3.5 տարի Հիսուս իրենց հետ քայլում է, իրանք սիրում էին Հիսուսին։ Իրենք իրենց կյանքը չէին պատկերացնում արդեն առանց Հիսուսի, եւ հանկարծ Հիսուսը ասում է, ես գնալու եմ, ես թողնելու եմ ձեզ, ես լքելու եմ ձեզ։ Բայց Հիսուսը դրանից հետո ասում է, որ ես ես մենակ չեմ թողնի, այլ Սուրբ Հոգին կտամ, որ կմխիթարի եւ կսովորացնի ձեզ եւ կհանդիմանի ձեզ։ Այսինքն իմ ներկայացուցիչը կլինի։
խռովել բայը հունարենում թարգմանվում է որպես թարասո, որը նշանակում է հուզվել, անհանգստանալ, տագնապել, շփոթահար լինել։ Զարմանալի չէ, որ աշակերտները Հիսուսի խոսքերից շփոթահար եղան, բայց հակազելով նրանց վախերին, նա խոսում է իր հոր տան մասին, որտեղ շատ օթևաններ կան, ոչ թե առանձնատներ, այլ օթևաններ, ինչպես իջևանատներում, ինչպես հոթելներում, սենյակներ, ուղղակի սենյակներ։ Նա գնում է այնտեղ նրանց համար տեղ պատրաստելու։ Նրա խոսքերը հատում են խաչի գալիք փոթորկից այն ժամանակը, երբ նա կվերադառնա իր ժողովրդին փրկելու համար։ Նա նայում է այն ժամանակին, երբ մենք ընդմիշտ վերջ է տրվելու մեղքի հետ կապված այս ողբերգությանը։ Եվ Հիսուսն ասում է, եւ երբ գնամ, դարձյալ կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք։ Սա նրա երկրորդ գալուստի ակնհայտ խոստումն է։ Ուրեմն ինչ ասեց Հիսուսը այստեղ։ Ասում է շատ օթևաններ կան իմ հոր տանը, բայց եթե նույնիսկ հերիք չի լինի, ես ասում եմ գնում եմ տեղ պատրաստեմ բոլորի համար տեղ կլինի։ Եվ ասված մի տեսիլքի մեջ Ուայթին ցույց է տվել նոր կյանքը, թե ինչպիսին է այն լինելու, եւ այդ սենյակները մենք գիտենք, որ ամեն ինչ այնտեղ ոսկուց է լինելու, եւ փողոցը, եւ տները, բայց դրանք առանձնատներ չեն։ Ինչու ոսկուց, որտեղ դա երբեք չի ժանգոտում ոսկին, այսինքն ինչպես մեր կյանքն է հավիտենական լինելու, այնպես էլ այդ տները, այդ ամեն ինչը եւ Աստված ցույց է տվել Ուայթին, որ դա մի փոքրիկ մի սենյականոց տեղ է ոսկուց, որտեղ նստարաններ կարծեմ թե դրած եւ մի փոքրիկ դարակ, որի վրա պետք է դնեին իրենց պսակները, որ Հիսուսը բաժանելու է փրկվածներին, ընդհանրապես այդքանը, ոչ խոհանոց կա, ոչ ննջասենյակ կա, ինչու, որովհետև բոլորին տարբեր կյանք է լինելու, մարդիկ չեն հոգնելու, ոչ թե նոր փառավորված մարմիններով են լինելու, անդադ հետաքրքիր բաներով են զբաղվելու, ոչ թե տունը նստելու են TV նայեն, այլ խոհանոցի կարիք չկա, որտեղ ծառերը տալու են այնպիսի պտուղներ, որոնք լիովին բավարար են հավիտյան ապրելու համար եւ կյանքի ծառից են օգտվելու եւ Ուայթը տեսել են ինչպես ճյուղերը իջացնում են իրենք ծառը իջացնում է ճյուղերը, որպեսզի մարդը քաղի, ոչ թե ձգվի, այլ քաղի եւ ուտի, երբ որ սոված է։ Ուրեմն այսպես է պատկերը այդ հավիտենական կյանքի, որտեղ մարդիկ չեն հոգնելու եւ հանգստանալու կարիք չունեն, քնելու կարիք չունեն, այնտեղ նույնիսկ գիշեր չի լինելու։ Այսինքն այսպիսի հետաքրքիր կյանք է լինելու եւ Հիսուսը հենց դա է ասում, որ դուք տեղ ունեք երկնքում, դուք փրկված եք, եթե շարունակեք համբերատար քայլել ճիշտ ճանապարհով։ Որն է այդ խոսման վստահության հիմքը։ Իհարկե այն դա էլ կա, որ աստվածաշյան մարգարությունները կատարվել են, ինչքան որ ասվել են, բայց ոչ միայն դա է, այլ այն, որ այս խոսքերը դուրս է գալի մի մարդու բերանից, որը միշտ կատարում է իր խոստումները, այսքան մեր վստահությունը հենց այդ մարդու վրա է, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա, այդպիսի բան չի եղել, որպեսզի նա խոստանա, ասի եւ չանի, քանի որ դա ասում է Հիսուսը, մենք լիովին հավատում ենք։ Այսինքն այլ բառերով ասած ինքը ասում է ես անպայման դարձյալ կգամ։ Ուրեմն հիմնված է մեր վստահության վրա այն անձի հանդեպ, ով խոստացել է։ Նա ասաց, որ անպայման վերադառնալու է իր ժողովրդի համար, մենք կարող ենք վստահել այդ խոստմանը այն տվողի
պատճառով։ Գիտեք, երբ որ մենք ընկերներ ենք ունենում, եւ մենք արդեն գիտենք, որ այս մարդը խոսք է տալի, անպայման կատարում է։ Այն մյուսին գիտենք, որ կարող է խոսք տալ եւ չկատարել, եւ մենք հավատում ենք այդ ընկերոջը, որտեղ գիտենք, ինչքան ինքը խոսք տվել է, կատարել է, եւ դրա համար վստահում ենք, որտեղ դա այդ մարդն է ասում։ Նույնը Հիսուսին է վերաբերվում։ Կարդանք Հովհաննես 14 գլխի 5-6 համարները։ Թովմասը նրան ասաց. Տեր, մենք չգիտենք, թե ուր ես գնում, արդ ճանապարհն ինչպես կարող ենք իմանալ։ Հիսուսը նրան ասաց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը։ Ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ Եթե ինձ ճանաչեիք, իմ հորն էլ ճանաչած կլինեիք։ Բայց այսուհետև ճանաչեցիք նրան եւ տեսաք։ Թովմասի հարցը կարծես թե տրամաբանական է, այսինքն եթե չգիտենք ուր են գնում, ոչ ճանապարհը կիմանանք։ Բայց Հիսուսը շրջանցում է այդ հարցը եւ նշում է, որ ինքն է ճանապարհը։ Այսինքն, ինչ նկատ ունի Հիսուսը, ճանապարհ դեպի ուր։ Իհարկե դեպի փրկություն, դեպի Հայրը։ Նախաբանում ընդգծվում է խոսքի, այսինքն լոգոսի, Հիսուս Քրիստոսի եւ Հոր մտերիմ կապը։ Հովհաննես 1:18 համարում ասվում է, որ միածին, այսինքն միակ եզակի Աստվածը նա է, ով հայտնում է Հոր մասին։ Սա հունարեն էքսեգեոմայ բայն է, որը նշանակում է բացատրել, մեկնաբանել, բացահայտել, ցուցադրել։ Այսինքն Հիսուսը եկավ, որպեսզի բացատրի, մեկնաբանի, ցուցադրի Հորը, որտեղ Սատանան լիովին եղծված կերպար է ստեղծել երկնային Հոր մասին, եւ Հիսուսը եկավ եւ ասում է. ես եմ աշխարհի լույսը, այսինքն ինչի, որտեղ այդ խավարը, որով պատել է Սատանան այս երկիրը, այդ սխալ գիտակցումը, այդ սխալ իմանալ Աստծուն, դա մեզ պահում է խավարի մեջ եւ ինքը եկավ, որպեսզի այդ խավարը ցրի։ Ինչ խավար? Աստծուն սխալ ճանաչելու խավարը, որ Աստված դաժան է, զոհաբերություններ է պահանջում, նույնիսկ մեր երեխաների զոհաբերությունը եւ այլն։ Մենք գիտենք հեթանոս աստվածները ինչպիսի ծեսեր ունեն հեթանոսները եւ ինչպիսի պահանջներ ունեն իրենց հավատացյալների հանդեպ։ Դա բոլորը Սատանայի ստեղծած սիստեմն է, որ բոլորին սխալ պատկերացում է տալիս ճշմարիտ Աստծո մասին, եւ Հիսուսը եկավ, որ այդ խավարը ցրի։ Այսպիսով Հիսուս Քրիստոսը կամուրջն է դեպի Հայրը, նա ով ընկած աշխարհին բացահայտում է Հորը, ըստի նա է դեպի Հայրը տանող ճանապարհը կամ ուղին։ Առանց նրա մենք սահմանափակված ենք մեր հասկացողության մեջ։ Մի ուրիշ տեղ ասում է ճանաչել Աստծուն նշանակում է սիրել, իր գործերը անել։ Եթե մեր բնավորությունը մեր գործերը ցույց չեն տալի, դա ուրեմն մենք չենք ճանաչում Աստծուն։ Եթե մենք մեր կյանքը նման չի Հիսուսի կյանքին։ Եվ կարդանք Հովհաննես 14 գլխի 7-ից 11 համարները։ Կամ 8-ից 11։ Փիլիպոսը նրան ասաց. Տեր, ցույց տուր մեզ Հորը, եւ դա մեզ բավական է։ Հիսուսը նրան ասաց. այսքան ժամանակ ձեզ հետ եմ եւ ինձ չի ճանաչեցիր, Փիլիպոս։ Ով ինձ տեսավ, նա Հորը տեսավ։ Իսկ դու ինչպես ես ասում ցույց տուր մեզ Հորը։ Չես հավատում, որ ես Հոր մեջ եմ եւ Հայրն էլ իմ մեջ է։ Այն խոսքերը, որ ես ձեզ ասում եմ, ինքս ինձ չեմ ասում, այլ Հայրը, որ իմ մեջ է, նա է գործերը կատարում, հավատացեք ինձ, որ ես Հոր մեջ եմ եւ Հայրն էլ իմ մեջ է, եթե ոչ գոնե գործերի համար հավատացեք ինձ։ Այսինքն, մինչև հիմա դուք կարծում եք, թե Հայր Աստված ձեր առաջնորդների պես մի հատ գոռոզ եւ եսասեր եւ դաժան էակ է, բայց ոչ։ Հայրը երկնային իմ նման է, իմ նման բարի է, Հիսուս դա է ասում։ Եթե ինձ ճանաչում եք, նշանակում է ճանաչում եք Հորը։ Ուրեմն պարզ է, որ Հիսուսն է ճանապարհը դեպի Աստված։ Առանց նրա ճանապարհը մութ է ու անորոշ։ Այն ինչպես մյուս կրոններում է, ինչպես են իրենց տանջում
մուսուլմաններ իրանց վրա դանակներով չգիտեմ ինչեր են անում, չգիտեմ, եթե ուսումնասիրեք այդ կրոնները կտեսնեք, թե ինչքան ծանր բեռներ են դնում մարդու վրա եւ բոլորովին բարություն, սեր չկա այդ կրոնների մեջ, այնպիսիք ինչպիսին Հիսուսն է ցույց տվել։ Ուրեմն նա այն լույսն է, որը լուսավորում է դեպի Աստված տանող ճանապարհը։ Հիսուսը միմյանց է կապում երեք բառ՝ ճանապարհ, ճշմարտություն եւ կյանք։ Կարդանք մի քանի համարներ, Հովհաննես 1:14-17 Եվ բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, այսքան լոգոսը, եւ տեսանք նրա փառքը, փառք, որ հորից ունի միածինը լի շնորհով ու ճշմարտությամբ, 17 համարը, որտեղ օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ 8-րդ գլխի 32 համարը Կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ, կազատի ինչից, մեղքից, կազատի չարությունից, կազատի դառնությունից եւ ինչ կշնորհի Սուրբ Հոգու պտուղները՝ սեր, ուրախություն, խաղաղություն։ Հենց դա է մարդու կյանքը սարքում դժախ կամ դժոխք։ Ուրիշը չի կարող մեր կյանքը սարքել դժոխք, եթե ոչ մենք։ Մեր սրտում բնակվող չարությունը, նախանձը, դառնությունը, բոլոր բացասական այդ երևույթները դրանք են, որ մեր կյանքը դժոխք են սարքում։ Մեր կյանքի կոնցեպցիան, մեր կյանքի տեսությունն է, որ մեր կյանքը դժոխք է սարքում, այլ ոչ թե ուրիշ մարդիկ։ Ուրեմն նաև 14 գլխի 6 համարը Հիսուսը նրան ասաց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը, ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ Եվ 15 գլխի 26 համարը Երբ մխիթարիչը գա, որին ես հոր կողմից կուղարկեմ ձեզ, ճշմարտության հոգին, այսինքն Սուրբ Հոգին, որ հորից է ելնում, նա կվկայի իմ մասին, եւ դուք էլ կվկայեք, որտեղ սկզբից ինձ հետ եք։ Հովհաննեսի ավետարանում ճշմարտությունը բազմիցս կապվում է Հիսուսի, նրա հոր եւ Սուրբ Հոգու հետ։ Ճշմարտությունը կապվում է Հիսուսի խոսքի լոգոս եւ լույսի հետ ի հակադրություն խավարի, իսկ կեղծիքն ու սուտը կապվում են սատանայի ու մեղքի հետ։ Հովհաննես, կարդանք Հովհաննես 8 գլխի 44-46 համարները, Հովհաննես 8 44-ից 46 համարները։ Ձեր ունեցած հայրը սատանան է, եւ ինչ ձեր սա ասում է նա հրեա առաջնորդներին, քահանաներին, ռաբիներին, ձեր ունեցած հայրը սատանան է, եւ ինչ ձեր հայրը ցանկանում է, եւ եթե Հիսուս այսօր լիներ, շատ ու շատ առաջնորդների այս նույնը կասեր, շատ ու շատ եկեղեցիների առաջնորդների։ Եվ ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից եւ այդ մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց, որովհետեւ նրա մեջ ճշմարտություն չկա, երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որտեղ ստախոս է եւ կեղծիքի հայրը։ Սակայն ես, որ ճշմարտությունն եմ ասում, ինձ չեք հավատում։ Ձեզանից ով կարող է ինձ մեղքի համար հանդիմանել, բայց եթե ճշմարտություն եմ ասում, ինչու ինձ չեք հավատում։ Ով Աստծուց է, Աստծո խոսքերն է լսում։ Դուք Աստծուց չեք, դրա համար դուք չեք լսում։ Այսինքն ասում է, եթե մենք ստում ենք, եթե մենք սպանում ենք, եթե մենք խախտում ենք օրենքները Աստծո, ուրեմն մեր հայրը ով է, Աստված, ոչ սատանան, որտեղ ինքը հենց սկզբից գործում է Աստծո օրենքի դեմ, ինքը ուզում է այս կյանքը դարձնել դժոխք, ինչպես իր կյանքն է դարձել դժոխք, իր մեղքի պատճառով, որ ինքը իր սրտում ցանեց եւ աճեցրեց այդ դառը պտուղները մեղքի,
Եվ ինքը գիտի, որ ինքը կործանվելու է եւ ուզում է ինչքան հնարավոր է շատ էակներ իր հետ կործանի, որտեվ այդպիսին է չարիքով լցված մարդը։ Նա միայն չարիքով լցված մարդիկ չարն են ուզում դիմացինի հանդեպ, երբեք բարին չեն ուզում։ Ուրեմն ուշադիր լինենք, թե ում ենք մեզ հայր սարքել։ Եթե մենք ստում ենք, բանսարկություն ենք անում, ստորություն ենք անում, ազնիվ չենք, եթե խոսքով սպանում ենք, որտեղ խոսքը այդ ուժ ունի, եթե շնանում ենք, եթե նախանձում ենք, ինչպես որ 10-րդ պատվիրանն ասում է՝ մի ցանկանա ուրիշի ոչ մի բանը, ուրեմն զգուշ լինենք, ուրեմն այն Աստված, ում մենք աղոթում ենք, ճշմարիտ Աստվածը չէ։ Եթե մենք խնդրում ենք Աստծուց, որ մեր գողությունը օրհնի, որ մեր չար գործերը օրհնի, դուք դա խնդրում եք ոչ թե Հոր Աստծուց, ճշմարիտ Աստծուց, այլ սատանայից, որը ստերի եւ այդ ամբողջ չարության հայրն է։ Կարդանք մի հատված Էլեն Ուայթի Քրիստոսի տեսանելի դասերը, էջ 40։ Շատ մարդիկ աղաղակում են կենդանի Աստծուն փափագելով աստվածային ներկայությունը։ Փիլիսոփայական տեսությունները կամ գրական ստեղծագործությունները որքան էլ հրաշալի լինեն, չեն կարող գոհացնել սիրտը, մարդկային պնդումներն ու գյուտերը արժեք չունեն, թող Աստծո խոսքը խոսի մարդկանց հետ, թող նրանք, ովքեր լսել են միայն ավանդույթներ, մարդկային տեսություններ եւ առակներ, լսեն նրա ձայնը, ում խոսքը կարող է նորոգել հոգին դեպի հավիտենական կյանք։ Խորհեք, թե Հիսուսի համար ինչ է նշանակում լինել ճշմարտությունը։ Հիսուսը Լոգոսը Աստծո հետ էր սկզբում եւ բոլոր ստեղծված բաների արարիչն էր, ինչպես որ ասում է Հովհաննես 1:4 համարը, եւ նաեւ Կողոսացիներ 1:16-17 համարները։ Ուրեմն ասում է նրանով եղավ, ինչ արարվել է, նրանով եղավ, ու նաեւ պահպանվում է միայն նրա միջոցով, որտեւ նրանով ստեղծվեց ամեն բան, ինչ երկնքում է երկրի վրա, այն ինչ երևում է եւ չի երևում, թե գահերը, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, ամեն ինչ նրա միջոցով ու նրա համար ստեղծվեց։ Նա է ամեն ինչից առաջ ու ամեն ինչ նրանով է իր տեղում։ Այսինքն շարունակաբար Աստված պահպանում է իր ստեղծածը, եւ եթե նա դա չանի, ամեն ինչ կկործանվի։ Հիսուսը պարզապես ճշմարտության մարմնավորումը չէ, նա ճշմարտությունն է։ Ճշմարտությունը հասկացություն կամ հայեցակարգ չէ, այլ անձնավորություն է։ Ճշմարտությանը Հիսուս Քրիստոսին կարելի է նմանեցնել արեգակին, որ լուսավորում է աշխարհը։ Դա նման է այն բանին, ինչ Լյուիսն ասել է քրիստոնեության մասին, իր աստվածաբանությունը պոեզիա է, գրքում էջ 15 մի նախադասություն է։ Ես հավատում եմ քրիստոնեությանը, որովհետև հավատում եմ, որ արևը ծագել է ոչ միայն այն պատճառով, որ ես տեսնում եմ այն, այլ որովհետև ես տեսնում եմ մնացած ամեն ինչ, որտև մենք գիտենք ֆիզիկայից, որ արևի շողերը երբ որ կոտրվում են, նայած թե ինչ անկյունի տակ են կոտրվում, եւ արևի միջոցով, արևի շողերի միջոցով մենք տեսնում ենք ամեն ինչ իրական ինչպես որ կա։ Եվ դրա համար, եթե մենք Հիսուսին չենք ճանաչում, մենք ամեն ինչ եղծված ձևով ենք տեսնում, ինչպես գիշերը, երբ որ մութ է, լույս չկա։ Եվ միայն Հիսուսին ունենալով մենք կարող ենք ճշմարիտ պատկերացում ունենալ այս կյանքի մասին, կարդանք Հովհաննես 5:38-40 համարները։ Հովհաննես 5:38-40 Ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ, որտեղ նրանում որ նա ուղարկեց դուք չեք հավատում,
Դուք քննում եք Սուրբ Գիրքը, կարծելով թե դրա մեջ է գտնելու հավիտենական կյանքը, սակայն չնայած այն վկայում է իմ մասին, բայց դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որպեսզի կյանք ունենաք, ուղղակի չեք կամենում, որովհետև դուք ստեղծել եք մի այլ կերպար Աստծո, դուք ստեղծել եք մի այլ կերպար Մեսիայի, ես չեմ համընկնում ձեր պատկերացման հետ եւ դրա համար չեք ուզում ընդունել։ Դուք ուզում եք փառավորել միայն ինքներդ ձեզ։ Եվ Հիսուսը նրանց ասում է Հովհաննեսին 46-47-ում ասում է, եթե դուք Մովսեսին հավատայիք, որտեղ Մովսեսը վկայում է իմ մասին, ինձ էլ կհավատայիք, քանի որ նա իմ մասին է գրել, բայց եթե նրա գրածներին չեք հավատում, իմ խոսքերին ինչպես պիտի հավատաք։ Այսինքն ամբողջ 5 կտակարանը վկայում է Հիսուսի մասին, եթե չեք հավատում դրան, ինչպես իմ խոսքերին կհավատաք, ասում է Հիսուսը։ Եվ Հիսուսը ինչպես մխիթարեց իր աշակերտներին, որոնք Երուսաղեմից գնում էին Էմաուս, կարդանք Ղուկաս 24-27 գիրքը, 24 գլուխ, Ղուկաս 24 գլուխ 27 համար։ Եվ սկսելով Մովսեսից ու բոլոր մարգարեներից նրանց բացատրում էր այն ամենը, ինչ Սուրբ գրքում իր մասին գրված էր։ Եվ նրանք այս խոսքերը լսելով եւ հետո երբ որ իրանք հասկացան, որ դա Հիսուսն էր, ասում են մեր սրտերը վառվում են, երբ որ մենք Հիսուսի բացատրությունը լսում ենք։ Ուրեմն Աստվածաշունչը դասագիրք չէ գիտության մասին։ Այն չի բացատրում, թե ինչպես կարելի է ճեղքել ատոմը կամ կատարել ուղեղի վիրահատություն։ Բայց այն ավելի նշանակալի բան է անում։ Այն ապահովում է այն համատեքստը, որի շրջանակում մեր տիեզերքը իմաստ ունի։ Դա բանալին է, որը բացում է դուռը լույսը, որը հնարավոր է դարձնում տեսնել, առանց դրա մենք մթության մեջ կհայտնվեինք եւ ոչինչ չենք իմանա Աստծո գոյության տիեզերքում նրա դերի, մեր ծագման, կյանքի իմաստի եւ ապագայի մասին։ Այս բոլոր ճշմարտությունը մեզ տալիս է միայն Հիսուսը։ Մենք այս բոլոր պատկերացումները ստանում ենք միայն Հիսուսի միջոցով։ Վերջում կարդանք Դարերի փափագից 463-464 Հիսուսը դարձյալ խոսեց նրանց հետ եւ ասաց. Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից գա, նախավարում չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի։ Հիսուսն այս խոսքերն ասաց տաճարի այն բակում, որը հատկապես կապված էր տաղավարահարած տոնի ծառայությունների հետ, բակի կենտրոնում վեր էին խոյանում 2 բարձր սյուներ, որոնց վրա խոշոր աշտանակներ էին դրված։ Երեկոյան զոհաբերությունից հետո վառվում էին բոլոր ճրագակալները, իրենց լույսը սփռելով ամբողջ Երուսաղեմի վրա։ Այս արարողությունը կատարվում էր ի հիշատակ կրակի այնսյան, որն անապատում առաջնորդում էր Իսրայելին, ինչպես նաև մատնանշում Մեսիայի գալուստը։ Երեկոյան, երբ ջահերը վառվում էին, տաճարի բակը վերածվում էր ցնծության տեսարանի, լուսավորելով Երուսաղեմը, ժողովուրդը իր հույսն էր արտահայտում Մեսիայի գալստյան վերաբերյալ, ով պիտի իր լույսը սփռեր Իսրայելի վրա, բայց Հիսուսի համար այս տեսարան ավելի խոր նշանակություն ուներ։ Ինչպես տաճարի ջահերն էին լուսավորում շրջակայքը, այնպես էլ Քրիստոսը հոգևոր լույսի աղբյուրը լուսավորում է խավարի մեջ գտնվող աշխարհը։ Այդ խորհրդանիշը սակայն կատարյալ չէր։ Վիթխարի լուսատուն, որ նրա սեփական ձեռքերն էին տեղավորել երկնքում, այսինքն արևը, ավելի լավ էր ներկայացնում նրա առաքելության փառքը։ Առավոտ էր, արեգակը հենց նոր էր ծագել ձիթենյաց սարի վրա եւ նրա ճառագայթները շլացուցիչ պայծառությամբ ընկել էին մարմարե պալատների վրա, լուսավորելով տաճարի ոսկեզօծ պատերը, երբ Հիսուսը ցույց տալով այդ պատկերն ասաց. Ես եմ աշխարհի լույսը։ Այսինքն մենք այս աշխարհը տեսնում ենք արևի պրիզմայի ներքո, արևի շողերի պրիզմայի ներքո, եւ եթե ուզում ենք իրոք հասկանալ այս աշխարհը, հոգեվոր ինչ որ կատարվում այս աշխարհում, որտեղ սա միայն ֆիզիկական աշխարհ չէ, այլ նաեւ հոգեվոր է, դրանք կապակցված են, խորը կապակցված են։ Ուրեմն մենք պետք է աշխարհին նայենք Հիսուսի պրիզմայով, նա է հոգեվոր արևը, նա է լույսը, եւ նա միայն կարող է բացատրել եւ առաջնորդել
եւ խավարից փրկել։ Եթե մենք չենք հետևում Հիսուսի խոսքերին, մենք խավարի մեջ ենք, խոստովանենք դա թե ոչ։ Թող Աստված մեզ օրհնի, որպեսզի այս բոլոր դասերը դարսվի մեր սրտում, ինչպես Մարիամի համար է ասում, որ այն բոլորը, ինչ որ ասում են իրան իր որդու համար, դարսվում էր իր սրտում։ Թող մեր սիրտն էլ նմանվի Մարիամի սրտի հետ, որպեսզի այդ բոլոր ճշմարտությունները Հիսուսի մասին դասավորվեն մեր սրտում եւ տեղ գտնեն մեր սրտում, որպեսզի մեր սիրտը փոխվի, մեր կյանքը փոխվի, որպեսզի մեր ընտրությունները, մեր կյանքը սարքեն դրախտ, այլ ոչ թե դժոխք, թույլ տանք Աստծուն գործել մեր մեջ եւ իր Սուրբ Հոգու պտուղները լցնել մեր մեջ։ Թույլ տանք Աստծուն մեր սրտից վերցնի ամեն դառնություն, նախանձ, չարություն, ամեն վատ բաներ եւ միայն լավ Սուրբ Հոգու պտուղներ դնի մեր մեջ, որն է սերը, ուրախությունը, բարությունը եւ խաղաղությունը եւ այլն։ Մեր ընտրության մեջ է։ Թող Աստված մեզ օրհնի, որպեսզի թույլ տանք, որ ինքը ապրի մեր սրտում եւ գործի մեր միջոցով եւ իր անունը փառավորվի մեր միջոցով մինչեւ Աստծո ողորմության, մինչեւ մյուս շաբաթ։